Կինո Մոսկվան լեփլեցուն է, հանդիսատեսը ոգևորված, դերասաններն անհամբեր, հեռուստադիտողի հետ կիսելու այն էմոցիաները, որոնք ապրել են իրենց կերպարները։ Կինոդարանի Սուրբը սերիալի 3-րդ եթերաշրջանի վերջին 2 սերիաների փակ դիտումն է, էկրանին ու դրա հակառակ կողմում ապրող հերոսների մասնակցությամբ։ 3 եթերաշրջանի ընթացքում Սուրբի հերոսները անցել են ամենատարբեր փորձությունների միջով՝ սեր, դավաճանություն, պայքար եւ կորուստներ։ Այս եթերաշրջանում մեծ փոփոխությունների միջով են անցել գլխավոր հերոսները՝ Վիլենը եւ Հովոն, որոնց մարմնավորում են դերասաններ Հայկ Հովհաննիսյանն ու Վիլեն Սարգսյանը։ Այս սեզոնը տարբերվում է յուրահատուկ սցենարային գծով, որովհետև են Վիլենին, որ գիտի հեռուստադիտողը, այսինքն ագրեսիվ, չար, բացասական կերպար է, այս սեզոնում այդ գծերը մի քիչ զիջել են իրան։ Վիլենի կերպարը այս սեզոնում պայքարում է մարդ մնալու համար։ Իմ սուբյեկտիվ կարծիքով յուրաքանչյուր հեռուստադիտող ինդիվիդուալ, ամեն մեկը կերպարից կքաղի են, ինչը իրան պետք է։ Սակայն Սուրբում երկրորդական կերպարներ գրեթե չկան։ Յուրաքանչյուր հերոս իր ազդեցությունն ունի պատմության զարգացման վրա։ Այդ կարևոր օղակներից են նաև Մանե Մխոյանի եւ Մուրադ Նադիրյանի մարմնավորած կերպարները։ Այս սեզոնը առանձնահատուկ էր, որ վերադարձան կերպարները, վստահաբար շատերը հեռուստադիտողների թվում կարոտել էին այս կերպարներին, այս պատմությանը, ու նաև ստեղծագործական թիմը այնքան բարդ գործեր իր ուսերին վերցրել, որ ավարտված պատմությունը թվացյալ նորից վերադարձրեց, տվեց նոր շունչ, նոր պատմություն, նոր կերպարներ ու միևնույնը պահպանեց այն հետաքրքրությունը, որն ուներ առաջին եթերաշրջանը։ Ես ուղղակի հաճույք եմ ստացել այդ ֆիլմում աշխատելուց, թե տեխնիկական կազմի հետ, թե ռեժիսորական կազմի հետ, թե դերասանական կազմի հետ, Հայկի հետ, օրինակ, հա, չգիտեմ, այն որ ասում ֆիլմի հոտ է գալիս, շատ իմ համար ուրախալի է, որ արդեն աճ ունենք մեր այս ասպարեզում, որ մենք կարող ենք 24 մասանի ֆիլմ նկարենք, համ դերասանները հաճույք ստանան, համ տեխնիկական կազմը։ Կինոդարանի համար արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել սիրված նախագծերի եզրափակիչ դրվագները դիտել հենց այն մարդկանց հետ, որոնց համար դրանք ստեղծվում են։ Պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի խոսքով նման հանդիպումները լավագույն գնահատականն են իրենց աշխատանքի համար եւ հնարավորություն կիսելու ամենաուժեղ էմոցիաները հանդիսատեսի հետ։ Մեզ այս պակասները ավելի շատ թույլ է տալի, որ ճանաչենք մեր հանդիսատեսին, որտեղ մենք տենց հնարավորություն չունենք, ու հիմնականում ինքը արած է դրա համար։ Ինձ հետաքրքիր թե մարդիկ ինչ ռեակցիա են տալիս ու ովքեր են գալիս նայելու, որ մենք ճանաչենք մեր հանդիսատեսին։ Պրոդյուսերն ասում է, 3-րդ եթերաշրջանում փորձել են համադրել առաջին 2 եթերաշրջանների ամենահիշվող ու ամենասիրված տարրերը, միաժամանակ պահպանելով պատմության լարվածությունն ու անակնկալները։ Առաջին Սուրբում լիքը մարդիկ հավանել էին բաներ, երկրորդ Սուրբում հավանել էին բաներ, երրորդում փորձեցինք միքս անենք։ Ինձ թվում է վերջին սերիաներն արդեն վստահ կարամ ասեմ, որ ինձ թվում է ստացվեց, որտեղ համ երկրորդ սեզոն նայողներն են գոհ, համ առաջինը։ Թեև Սուրբը կրիմինալ դրամա է, դրա հեղինակներն ընդգծում են, նպատակը երբեք չի եղել քրեական աշխարհը քարոզելը։ Ընդհակառակը, սերիալը հերոսների ճակատագրերի միջոցով ցույց է տալիս, թե որքան ծանր ու անդառնալի կարող են լինել սխալ ընտրությունների հետևանքները։ Երբեմն լինում են կարծիքներ, որ քրեական ենթամշակույթ բան, բայց խնդիրը դրա մասին չի, խնդիրը հարաբերությունների մասին է եւ այն մասին է, թե ուր է տանում այդ ճանապարհը։ Այս ֆիլմը ժամանցային է, բայց միևնույն ժամանակ շատ որակյալ կրիմինալ դրամա, որը առաջարկում է կինոդարանը իր հեռուստադիտողին, իր լսարանին եւ առաջարկում է կտրվել իրականությունից, միևնույն ժամանակ մնալ իրականության մեջ ու հետեւել այն ամենին, ինչը տեղի է ունենում նաեւ մեր օրերում ամբողջ աշխարհում նաև, որովհետև սա շատ գլոբալ խնդիրներ ու մարդկային փոխհարաբերություններ է բարձրաձայնում։ Այդ կրիմինալ ասվածը մենակ մտածում են, որ այդտեղ բացասական բաներ պետք է սովորեն, բայց դրա հակառակն է լրիվ տեղի ունենում։ Մարդիկ այդտեղից սովորում են, ոնց չի կարելի ապրել կամ այդ խիղճ ունենալ, չգիտեմ, սրտացավություն ունենալ, չխաբել, չգիտեմ, մարդ չսպանել, չի կարելի։ Ֆիլմն ավարտվեց հանդիսատեսի ծափահարությունների ներքո, եւս մեկ եթերաշրջան դարձավ իրողություն, անակնկալի ու հիացմունքի մեջ պահելով դահլիճին։ Շատ խորհրդավոր էր նկարված եւ այս էմոցիաներով դուրս եմ եկել, շնորհավորում եմ ողջ թիմին, կինոդարանի ողջ անձնակազմին եւ մաղթում եմ բարի երթ, քանի որ շատ-շատերը դեռ նոր պիտի դիտեն։ Հանդիսատեսն ասում է, ավարտը միաժամանակ եւ սպասված էր եւ լիովին անսպասելի։ Վերջին շրջադարձերը շատերին շոկի ենթարկեցին։ Սպասում եք նման վերջաբանի։
Այս թողումա շատ սիրուն էր կառուցված, հենց դեպի դրան է մենակ կարար գնալ, էլի։ Սցենարն է շատ հետաքրքիր կերպարներն էին լավ իրաց դերը խաղում։ Ընդհանուր հայկական հայկական կինոյի համար որակի միանշանակ զարգացում կա։ Սպասում եք նման վերջաբանի։ Անկեղծ ասած ոչ, անկեղծ ասած ոչ։ Ինչն էր հատկապես անսպասելի։ Շատ հաճելի էր, շատ լավ դիտվող ֆիլմ էր։ Դերասանները շատ պրոֆեսիոնալ խաղացին։ Լավ էր նկարահանված։ Կլինի արդյոք 4-րդ եթերաշրջան։ Հանդիսատեսն իհարկե սպասում է, բայց այս հարցի պատասխանը գիտի միայն պրոդյուսերը։ Այս թվում է կլինի։ Թե ինչ ձևաչափով չեմ կարող ասեմ, բայց վստահ եմ, որ կլինի։ Սուրբը սերիալի 3-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիաները կինոդարանում կարող եք դիտել այս չորեքշաբթի եւ ուրբաթ, իսկ առավել անհամբեր դիտողները մինչ այդ կարող են դրանք վայելել կինոթատրոնների մեծ էկրաններին։